Մանեի հարցներ 3 նախկին նախագահների մասին ես թողեցինք վերջում մոտավոր պատասխանեցի Ստեղ մի քիչ ավելի մանրամասն կպատասխանեմ ու երևի թե փակենք այս հարցով մեր հաղորդումը մյուսը Էդգարի Ղազարյան versus Ղազարյանն է լինելու ես հորդորեմ մնալ մեր եթերում եւ նայել անպայման թողարկումը Էդգար Ղազարյանի հերթական գլուխգործոցի Սարիկն է շատ հետաքրքիր է ստացվել մոտավորապես ես պատկերացնում եմ ինչքան եք ծիծաղել որտեղ մի քանի բան ես գիտեմ միջև եթերը Այստեղ հետաքրքիր հարց էր տվել Մանեն 3 նախագահներից որ մեկին ինչ գնահատական կտաս քաղաքական առումով որ մեկը որ տեղում է քո համար անձնապես ու հնարավորինս օբյեկտիվ ես օբյեկտիվորեն ասել էի 3 նախագահներից իմ պատկերացրած գրադացիան որը կլիներ առաջինը երրորդ նախագահ երկրորդը առաջին նախագահ երրորդը երկրորդ նախագահ ու Պատճառները շատ կոնկրետ էին, բայց հիմա ավելի բաց եմ, ես ոնց եմ նայում, ես 3 նախագահների հանդեպ ունեմ դրական վերաբերմունք, որոշների հանդեպ ավելի լավ, որոշների հանդեպ ավելի քիչ դրական, ավելի շատ դրական էական չի, բայց բոլորի հանդեպ հավաքական առումով ունեմ դրական վերաբերմունք, ինչի որովհետև այդ մարդկանց օրոք կայացել է Հայաստանի 3-րդ հանրապետությունը ու այդ մարդկանց օրոք շատ դժվարին ճանապարհով է կայացել Հայաստանի 3-րդ հանրապետությունը եւ հիմա այն հանրապետությունը որ հիմա կործանվում է ուղղակի Սա աներկբա է, այստեղ երկրորդ կարծիք չկա, այստեղ քաղաքական բոլոր առումներով կարծում եմ երկրորդ կարծիք չկա այստեղ, գոնե իմ համար չկա Համենայն դեպս վստահ եմ որ մեծ մասնահարության կիսում է այս կարծիքը անգամ նրանք ովքեր ժամանակին չեն սիրել երկրորդ նախագահին, երրորդ նախագահին, որոշները առաջին նախագահին Բայց իմ համար կա շատ ավելի օբյեկտիվ ցուցիչներ, որով որ գնում ենք, հա, ես օրինակ նախորդ անգամ ինչ ասեցի, առաջին նախագահի հետ կապված կա երկու կարևոր ու դրական բան։ Առաջինը դա հայոց համազգային շարժումն 88-ի շարժման մասին է խոսքը, որտեղ առաջին նախագահ ընկերների եւ նաեւ ոչ պակասից նման առաջնորդ ընկերների հետ Ղարաբաղ կոմիտեով Երևանում, Հայաստանում շարժում ձևավորեցին եւ այլն, դա գնաց հետո Արցախի, որը հանգեցրեց Արցախի անկախությանը, սկզբից միավորման անկախությանը, հերոսական առաջին պատերազմին եւ հաղթանակը պատերազմում երկրորդ ֆրոնտով, որը որ առաջին նախագահին վստահ եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ այդ առումով մեր պատմության մեջ տվել է իր ուրույն տեղը։ Սա առաջին նախագահի ամենադրական կողմերն են։ Երկրորդ նախագահի մասով շատ են խոսում, շատ են ասում տնտեսական մասը, որը որ այդ ժամանակ եղել է 2099-ից 2007 թվականներին 98-ից 2007 թվականներին ու երկրորդ նախագահի գլոբալ առումով երկրորդ նախագահի կառավարման տարիները տնտեսական բանով են մնացել մեր երկրում հայ-ռուսական հարաբերությունների ավելի խորացմամբ եւ տնտեսական բանով, հա, որպես դրական բան։ Երրորդ նախագահի պարագան ես միշտ ասել եմ, մի քիչ այլ է, որտեվ երրորդ նախագահը 30 տարվա քաղաքական փորձ ունի քաղաքական համակարգում ու այդ 30 տարվա ընթացքում երրորդ նախագահը առաջին նախագահի թիմում առանցքային դերակատար է, երկրորդ նախագահի թիմում առանցքային դերակատար է եւ բնականաբար երբ որ դարձել է նախագահ արդեն ամբողջական պատասխանատվությունն է իր վրա եղել։ Երրորդ նախագահի պարագայում դիվանագիտական հաջողություններն են շատ դրական ձևով դրվել որպես երրորդ նախագահի սաղ քաղաքական նախագահական տարիների ամենակարևոր հատկանիշ անգամ Լավրովն է դրա մասին խոսել Քարորյա պատերազմի Արցախը պահելու այդ մարտահրավերները որ շատացան երրորդ նախագահի ժամանակ, այսինքն 2014 թվականի այդ հայտնի բանը հետախուզական պատերազմները փոքր 2016 թվականի մեծ պատերազմը ու ընդհանուր այդ ողջ բանակցային գործընթացն ու բանը սա երրորդ նախագահի մասով են ասում ու ես միշտ դնում եմ այսինքն դրական բաներ բոլորի մասին կարելի է ասել ու կարելի է հերքել ցանկացածի դրական կողմը, հա, օրինակ Երկրորդ նախագահային կողմնակիցները միշտ բերում են օրինակներ, որ առաջին նախագահը չի իմացել պատերազմի մասին, ինքը ընդհանրապես ոչ մի բան չի իմացել, էս չի եղել, այն չի եղել, այն չի եղել։ Առաջին նախագահայի կողմնակիցներն ասում են դե Քոչարյանը սենց, Քոչարյանի ժամանակ Արնոտ տասնամյակ ա եղել, մարդ ա կերել, մարդ ա սպանել, թալանել ա, միլիոնատեր են դարել, էս են եղել, այն են եղել։ Ըստ էության երրորդ նախագահի մասին առաջին նախագահի թիմը նույն բաներն է ասել
երրորդ նախագահի թիմը երևի թե ամենատոլերանտն է եղել առաջի ու երկրորդ նախագահների հանդեպ, համենայն դեպս հիշում ենք, որ Քոչարյանին բռնել էին, այդ ժամանակ դեռ չկային այն հերոս տղերքը ու աղջիկերքը, որոնք այսօր այն բան են, հա, այսօր երկրորդ նախագահին փորձում են պաշտպանել բոլորից, sense բանը շիտ դառնալ կենթանի, այդ ժամանակ իրենք Նիկոլի Շան մասին ստատուս էին գրում ու Նիկոլ էին գոռում։ Շարմազանով Էդուարդը եւ Արմեն Աշոտյանն էին գնում հանրապետականից դատերին ու կանգնում բավանում այդ ժամանակ հիշում եք երկրորդ նախագահին պաշտպանելը հավասարազոր էր մահվան, որտեվ երկրորդ նախագահի անտի-ռեյտինգի մասին երբ ոչ մեկ չի մոռացել, հիշեցնեմ, որ 2018 թվականին վերջ 19-ի սկիզբ երկրորդ նախագահը անգամ չէր կարող մամուլի ասուլիս տներ աներ իրան պատկանող բիզնես կենտրոնում, ասենք չէր կարող այդ մարդը այնքան, ասենք գալիս էին մտնում էին ներս խուլիգանները եւ այդ խուլիգանավարի չէին թողում երկրորդ նախագահը ասուլիս անես, ինչ պետք է անես։ Իսկ երկրորդ նախագահը այդ կարգի անպաշտպան էր եւ բան այդ ժամանակահատվածում, այս ժամանակահատվածում հանրապետականներն էին կանգնած այդտեղ։ Հետո բայց երկրորդ նախագահի թիմակիցները սկսեցին նաեւ հանրապետականներին կֆրտել։ Մի խոսքով այս սա կարելի է հերքել դրական ասել որ բացասականներ ասել լավ էր վատեր ախպեր ասում տնտեսությունը 10 պատիկ ավել են Կոչուբաևն ինչ թվեր էր ասում աննորմալ թվեր չէ բարձվել էր 200 պատիկ թե 2000 պատիկ խապել թվեր բաները ամեն ինչ կարելի ասել բայց իմ համար կան այս ամեն ինչի կոնցեպցիան հետեւյալն է հա այդ մարդկանց առաջինը հանրային կեցվածքով Լևոն Տեր-Պետրոսյանը հավասարը չունի կարծում եմ հա public speaking-ն է այդ իր այդ բանն է հա խոսքի վարպետությունն է հանրային բանն է public բանն է բնականաբար այս առումով երկրորդ տեղում իմ համար երրորդ նախագահն է որը ունի բավականին իդեպ ասեմ փայլուն ոնց ասեմ իմ համար բացահայտում էր որ երրորդ նախագահը այդքան տիրապետում է տենց առօրյա ու սենց մեծ լսանում սենց սիրուն զրույց անելու բանին ես այն 2021-22 թվականներին այդ թեմայով զարմացել էի ու միշտ պատկերացնում եմ թե ինչի չի միշտ էս ամեն ինչն եղել ու նաև բավականին փայլուն ու բավականին կարծում եմ իմ համար այդքան է զարմանալի չէ գիտեի որ նախագահը բանասիրական կրթություն ունի բայց նաև նախագահը բավականին գիտակա տեքստեր գրելու, տեքստեր ստեղծելու հարցում, ասեմ ձեզ շատերին թվում է, որ օրինակ այդ հայտարարությունների մի մասը բանա, չէ, այդպես ուրիշ մարդիկ են գրում կամ բան, երրորդ նախագահը ես վստահ եմ միշտ կարդում է նվազագույնը ստեղծում է այդ տեքստերը ինքը, հետո կարդում է, հետո փոխում է, ու իր ելույթներն էլ է նաև տենց եղել քաղաքական։ Այդ առումով երրորդ նախագահը իմ համար երկրորդ տեղում է, երկրորդ նախագահը ցավալիորեն այդ ոլորտում վերջի տեղում է, ինչի, որովհետև երկրորդ նախագահը մինչև այսօր հայերեն խոսքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, բաներ ասում, որ ինձ թվում է վստահ եմ, որ ինքը այդ չէր ուզում ասել, բայց այդ ասում, ուրիշ բաներ նկատի ունենում, ուրիշ բաներ ասում, այդ առումով երկրորդ նախագահը բանում է, հա։ Պետականության առումով իմ համար առաջին տեղում բնականաբար Սերժ Սարգսյանն է, որ ամենամեծ փորձն ունի պետական գործչի ամենամեծ փորձն ունի ու այդ երկու իշխանությունների ժամանակ առանցքային դերակատարի իսկ երրորդը արդեն ամբողջությամբ իր դերակատարությամբ իշխանությունը վերցնելու ստանձնելու ավելի շուտ թե վերցնելու այդ բանը որևէ մեկը երեք նախագահներից չունի հա այդ փորձառությունը երկրորդ տեղում ստեղ բնականաբար երկրորդ նախագահն է եւ վերջում արդեն առաջին նախագահը որ քիչ փորձ ունի այդ առումով իր իշխանությունը ավելի կարճ է տևել ու հանրային ընկալումների առումով, հա, բացասական ռեյտինգի առումով, երևի թե այս առումով առաջին ու երկրորդ նախագահները համարյա հավասար բացասական ռեյտինգ ունեն այդ առումով։ Չնայած վստահ եմ, որ երկրորդ նախագահը ամենաշատ բացասական ռեյտինգն ունի, երկրորդ բացասական ռեյտինգն ունի վստահաբար առաջին նախագահը եւ երրորդ նախագահը ստեղել է բան, հա, առաջ, որտեվ երրորդ նախագահի բացասական ռեյտինգը կոնե 18-ից հետո ավելի քիչ է ու հիմա իր նկատմամբ դրական վերաբերմունք ավելի շատ է։ Ու դա նաև բոլոր հարցումներն են ցույց տալիս, դրա մասին չխոսենք, որոնք որ անում են ոչ թե հանրապետականները, այլ անում են այլ մարդիկ։ Դրա համար ես այդ բանով գրադացիայով տվել էի առաջի տեղում երրորդ նախագահին, երկրորդ տեղում առաջին նախագահին, երրորդ տեղում երկրորդ նախագահին, բայց անկախ ամեն ինչից իմ խորին համոզմամբ բոլոր նախագահները որևէ կերպ համեմատության եզրեր չունեն այս սրիկաների իշխանության հետ։ Այս սրանց իշխանության հետ որևէ կերպ համադրելիություն ոչ միայն չունեն, այլև ամոթը անգամ համադրելը եւ որևէ ձևով բան տալը, հա, քննարկելը կամ եւ այլն եւ այլն։ Իմ խորին համոզմամբ
իմ խորին համոզմամբ սա նաև հայոց պատմության մեջ է ֆիքսվելու եւ ես հորդորում եմ բոլոր նախագահների կողմնակիցներին իրական նորմալ մարդկանց, հա, խոսք են անասունների մասին, չի որոնք Նիկոլի Շան մասին ստատուս էին գրում, այսօր բան են, երկրորդ նախագահային պաշտպանում են բոլորից։ Մեկը մյուսի հանդեպ հանդուրժողականությունը գոնե նախագահների աջակիցների կամ նախագահների թիմակիցների մակարդակում որևէ կերպ չի խանգարելու գործին, օգնելու է շատ ու երբեք չի խանգարելու գործին։ Ջուր չի լցնելու Նիկոլի ջրաղացին։ Ժողովուրդ, ամենայն հարգանքով չի կարելի ուրանալ որևէ այդ մարդկանցից որևէ մեկի ներդրումը։ Շատ թե քիչ էական չի, որոշներինը քիչ, որոշներինը շատ, որոշներինը շատ, որոշներինը մի քիչ շատ, որոշներինը շատ քիչ, բայց կա այդ մարդիկ ունեցել են ներդրում։ Եվ չի կարելի այդ մարդկանց ես շատ եմ նեղվում, որ ստիպված եմ ելնում քաղաքական առումով հիշացնել մարդկանց բաներ, որոնցից իրանք այնքան են կտրվել, որ ոտերները գետնից կտրված, ուսերին էլ թևեր է իրաց թվում։ Շատ եմ նեղվում, բայց երբեմն ստիպված ենք ելնում հիշացնել։ Դրա համար շատ դեպքերում խնդրում ենք, զգուշացնում ենք, ասում ենք ախպեր եկեք սրանից գոնե դուք է սրանից մի խոսացեք, գոնե դուք էսի մի ասեք, գոնե դուք է որ այդ բանը չլինի, բայց երբեմն ստիպված ենք լինում, ուզենք չուզենք պետքա ապատասխանենք, պետքա տանք այդ պատասխանը, որտեվ չի կարելի փաստերը կեղծել, խեղել ու հավատալ, որ այտենց էլ պետք է լինի։ Նենց որ, սիրելի ընկերներ, մենք ձեզ էլ խորհուրդ եմ տալիս երբեք անձնապես չթիրախավորել այդ մարդկանց, որովհետև դա վատ բան է, դա լավ բան չի, դա լավ տեղ չի տանում ու նաև չի օգնում որևէ մեկիս որևէ հարցով։ Դրա համար ես ընտրել եմ այս տարբերակը, այս հարցին պատասխանելու, կարա բոլորի մասին ասել են վատ բաները, որ խոսում էին մարդիկ եւ այլն, բայց համարում եմ դա անիմաստ է։ Անիմաստ է, որովհետև մենք այսօր կորցնում ենք մի պետություն, որը սարքել են մեր հայրերը, մայրերը, մեր երեխաներն մենք մեր համար, իսկ մենք մեր երեխաների համար դա ոնց որ կործանելու ճանապարհով ենք գնում։ Նենց որ եկեք գոնե այս փուլում բոլորս լինենք այդ առումով, այդ մի գծով ռազմավարական այդ մի ուղղությամբ համերաշխ եւ ուղիղ գնանք դեպի հիմնական նպատակ։